Տիկին Մանավազյան, Տիկին Ամինա Հակոբյանը նախաձեռնությամբ է հանդես եկել ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին հանդիպման հրավիրելով, արդեն մերժում է եղել, դուք տեղյակ եք ավելի մանրամասն, հա, ինչ նպատակ է դա հետապնդում, արդյոք այսպես կոնսոլիդացիայի, որ հետո այդ ընտանեկան բռնության մասին առանձին այդ հոդվածը քրեական օրենսգրքում դա բերվի ազգային ժողով եւ այսպես առանձին հոդված սահմանվի, այսինքն նախաձեռնություն է պատրաստվում եւ դա էր խնդիրը։ Ես կարծում եմ Տիկին Հակոբյանը բազմաթիվ անգամներ խոսել է այդ մասին, այսինքն իր վիդեոներում եւ տեսաուղերձներում ասում է այդ մասին, շատ լավ նախաձեռնություն է, անձամբ հանդիպելու եմ որպես խմբակցության ղեկավար եւ հանդիպում այդ մասին կկիսվեմ։ Քանի որ տեսանյութի մեջ չկար նաեւ ձեր անունը խմբակցության ղեկավար, նա կարծում է որ ձեր խմբակցության բոլոր կանայք կամ ընդհանրապես խմբակցության կանայք 8-րդ գումարման ազգային ժողովում հանդես են եկել նախաձեռնությամբ եւ այդ նախագծի մասին անգամ մարդու իրավունքների քննարկման ժամանակ հնչեց, որ այդ նախագծին դեմ են քվեարկել հենց Հայաստան դաշինքը, այդ նախագծի ունեցել են մեր կանայք, նախաձեռնել են եւ ունեն այդ նախագիծը, այդ նախագծի շրջանակում հնարավոր է լինել որոշակի փոփոխություններ, ինչպիսի փոփոխություններ եւ ինչ շրջանակում ընթացքում խոսենք, այսինքն ես ավելի ինձ հրավերել է, ես կմասնակցեմ եւ կկիսվեմ ձեզ հետ։ Այսինքն ո՞րն է նախաձեռնությունը լինելու, բերվելու է նոր նախագիծ, երբ հանդիպեմ, խոսեմ, կկիսվեմ։ Կառավարության ծրագիրը երբ է ներկայացվելու ազգային ժողովին։ Երբ ներկայացվի ազգային ժողով, 2 օր հետո հավանաբար կլինի ազգային ժողովի օրակարգում, հավանաբար մյուս շաբաթ։ Ամենամոտը մյուս շաբաթ։ Մյուս շաբաթ, չեն խախտում օրենքներ։ Չէ, չեն խախտում, ժամկետների մեջ կլինի, այո։ Պարտադիր չի որ 22-ին, եթե կառավարությունը նշանակի։ Չէ, պետք է գա ազգային ժողով ունի ժամանակ այն ուսումնասիրելու եւ 2 օր հետո ազգային ժողովի նախագահի հրամանով կդրվի օրակարգ։